Բարև ձեզ, հորիզոնը սկսում է աշխատանքը։ Հայաստանի վարչապետը խաղաղության համաձայնագրի վերաբերյալ հերթական գրառում է կատարել եւ Ադրբեջանի նախագահին ուղղված առաջարկություն ներկայացրել։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է եւ սպասում է ստորագրման։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին առաջարկում եմ սկսել խորհրդակցություններ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի համաձայնեցված նախագծի ստորագրման շուրջ։ Facebook-յան իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը։ Հիշեցնենք, որ երեկ երկու այլ գրառմամբ վարչապետ Փաշինյանը տեղեկացրել էր, որ իր հանձնարարականը Հայաստանի պաշտպանության նախարարությանը հստակ է չանել հրադադարի ռեժիմի ոչ մի խախտում, քանի որ Հայաստանը գնում է խաղաղության եւ ոչ թե պատերազմի, եւ որ ինքը պատրաստ է իր ստորագրությունը դնել այդ փաստաթղթի ներքո։ Ադրբեջանն այսօր եւս ապատեղեկատվություն է տարածել, թե իբր մարտի 19-ին ժամը 19-ից 19:10 ընկած ժամանակահատվածում Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, հայտնում է Պաշտպանության նախարարությունից, միաժամանակ հիշեցնելով, որ Հայաստանի վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի եւ կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչ օրս Ադրբեջանը չի արձագանքել։ Պաշտպանության նախարարությունը վերահաստատում է, որ Հայաստանի վարչապետի աշխատակազմի դիրքորոշմանը համապատասխան պատրաստ է հետաքննել Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը հիմնավորող փաստերը, դրանք Հայաստանին փոխանցելու պարագայում։ Այս պահի դրությամբ Ադրբեջանի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետությանը չի փոխանցել Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումների կողմից հրադադարի ռեժիմի խախտման ոչ մի փաստական տվյալ կամ հիմնավորում, ասված է հաղորդագրության մեջ։ Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանն արձագանքել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակի հայտարարություններին։ Այխան Հաչիսադեն կեղծ պնդումներ է արել Հայաստանի կողմից հրադադարի խախտումների եւ իբր պարտավորությունները չկատարելու վերաբերյալ։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի խոսնակը արձագանքելով Հայաստանի վարչապետի աշխատակազմի երեկվա հայտարարությանը մեր երկրին կրկին մեղադրել է հրադադարի ռեժիմի խախտումների մեջ։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այսօր եւս հանդես է եկել նմանատիպ հայտարարությամբ։ Ինչ հիմքեր կան նման մեղադրանքներով հանդես գալու։ Հայաստանի արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակն ասել է, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունն ամենաբարձր մակարդակով հայտարարել է, որ իրադրությունն էսկալացնելու խնդիր եւ նպատակ չունի եւ շարունակում է գործել խաղաղության օրակարգի սկզբունքներով։ Իսկ Հայոց բանակը կառավարությանը ենթակա մարմին է եւ գործում է հենց այդ դրամաբանությամբ։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ պատրաստ է հետաքննել հրադադարի ռեժիմի խախտումների մասին Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունները հիմնավորող փաստերը, դրանք Հայաստանին փոխանցելու պարագայում։ Պետք է արձանագրեմ, որ մինչև այս պահն Ադրբեջանը Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ ոչ մի փաստական տվյալ չի փոխանցել Հայաստանին։ Ադրբեջանը չի արձագանքել նաև դեռևս 2024 թվականի հունիսի 22-ին Հայաստանի Հանրապետության արած առաջարկին հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի եւ կամ նման տեղեկությունների հետաքննության համատեղ մեխանիզմ ստեղծելու մասին։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի խոսնակը Հայաստանին մեղադրել է բարդ եւ գործնականում անիրագործելի նախաձեռնություններ առաջ քաշելու մեջ։ Այնինչ Բադալյանի խոսքով Հայաստանն ու Ադրբեջանը պաշտոնապես հայտարարել են խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագծի համաձայնեցման եւ նախագծի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի մասին։ Տրամաբանորեն համաձայնեցված փաստաթուղթը պետք է ստորագրվի եւ Հայաստանի Հանրապետությունն առաջարկում է սկսել խորհրդակցությունները դրա ստորագրման տեղի եւ ժամկետների մասին։ Ակնհայտ է, որ առաջարկվող գործընթացը ոչ բարդ է, ոչ էլ անիրագործելի։ Այխան Հաջիզադեն խոսել է ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու եւ Հայաստանի Հանրապետության սահմանադրության փոփոխությունների անհրաժեշտության մասին։ Անի Բադալյանը հիշեցնում է, որ Հայաստանը ամենաբարձր մակարդակով հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խումբի լուծարումը դիտարկելու իր պատրաստակամության մասին։ Հայաստանը պարզապես ուզում է համոզված լինել, որ սա նշանակում է կոնֆլիկտի դե ֆակտո եւ դե յուրե ավարտ, եւ ոչ թե դրա տեղափոխում Հայաստանի Հանրապետության տարածք, այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանի խոսույթի ներքո։ Իսկ ինչ վերաբերվում է Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը, Բադալյանի խոսքով սահմանադրական դատանի 2024-ի սեպտեմբերի 26-ի որոշումն ակնհայտ դարձրեց, որ Հայաստանի սահմանադրությունը չի պարունակում որևէ տարածքային պահանջ որևէ երկրի նկատմամբ։ Ընդհակառակը Հայաստանի Հանրապետությունը կարծում է, որ Ադրբեջանի սահմանադրությունն է տարածքային պահանջներ պարունակում Հայաստանի նկատմամբ։ Բայց նաև կարծում ենք, որ խաղաղության համաձայնագրի համաձայնեցված տեքստը լուծում է այս խնդիրը։ Ինչու՞, որովհետև համաձայնեցված տեքստում արձանագրվում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը ԽՍՀՄ հանրապետությունների սահմաններով, միմյանց նկատմամբ չունեն տարածքային պահանջներ եւ պարտավորվում են ապագայում եւս չներկայացնել նման պահանջներ։
Բադալյանը հավելում է, բացի սա, համաձայնագրի տեքստում ընդգծվում է, որ կողմերը չեն կարող իրենց ներքին օրենսդրությունը վկայակոչել համաձայնագրի դրույթները չկատարելու համար։ Հիշեցնում նաև, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 5-րդ հոդվածի համաձայն վավերացված միջազգային պայմանագրերի եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրության միջև հակասության առկայության դեպքում գործում են միջազգային պայմանագրի դրույթները։ Նկատի ունեմ, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը չի կարող վկայակոչվել որպես խոչընդոտ խաղաղության համաձայնագրի չստորագրման համար։ Ընդհակառակը, նույնիսկ Սահմանադրության հետ կապված մտահոգությունների հասցեագրման ամենաարդյունավետ ձևը խաղաղության համաձայնագրի ստորագրումն է։ Ադրբեջանը Հայաստանին մեղադրում է նաև տարածաշրջանային կոմունիկացիաների վերաբացման իր պարտավորությունները չկատարելու եւ Ադրբեջանի արևմտյան շրջանների եւ Նախիջևանի միջև տրանսպորտային կապի բարդ եւ երկար երթուղիներ առաջարկելու մեջ։ Տարածաշրջանային տնտեսական եւ տրանսպորտային կոմունիկացիաների բացման հարցում Անի Բադալյանի խոսքով Հայաստանը միակողմանի պարտավորություններ չունի։ Ադրբեջանի արևմտյան շրջանների եւ Նախիջևանի միջև տրանսպորտային կապի առանձին օրակարգը մի մասն է տարածաշրջանային տրանսպորտային եւ տնտեսական կապերի ապաշրջափակման մեծ օրակարգի, որի մեջ մտնում է նաև Հայաստանի Հանրապետության ապաշրջափակումը։ Երկրորդը Հայաստանն առաջարկել է առաջին փուլով գործարկել Զանգելան, Մեղրի, Օրթուբատ, Երասխ երկաթուղային բեռնափոխադրումները։ Սա Զանգելանի եւ Օրթուբատի միջև հնարավոր ամենակարճ երթուղին է։ Ինչ մնում է ավտոճանապարհներին, մենք ունենք այն ճանապարհները, որոնք ունենք, եւ այն ռելիեֆը, որն ունենք, եւ մեզ մեղադրել լեռնային երկիր լինելու մեջ առնվազն լուրջ չէ։ Ադրբեջանը շարունակում է Հայաստանին մեղադրել միլիտարիզացիայի սահմանամերձ հատվածներում հարվածային սպառազինություն տեղակայելու մեջ, դա համարելով հիմնավորում, որ Հայաստանը պատրաստվում է ուժային սցենարի, որ հարցի լուծման, զարմանում է Բադալյանն ու հավելում, Հայաստանի Հանրապետության օրակարգում գտնվող որ հարցի լուծումն է, որ կարող է ենթադրել ուժային սցենար։ Հայաստանի արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակի խոսքով նման մեկնաբանության տեղ կարող էր տալ միայն Հայաստանի Հանրապետության ավելի քան 200 քառակուսի կիլոմետր օկուպացված տարածքների հարցը, որի մասին Հայաստանի Հանրապետությունը հստակ արտահայտվել է, որ այդ հարցը ուժային ճանապարհով լուծելու խնդիր չի դնում, որովհետև սահմանազատման գործընթացը եւ հիմա արդեն խաղաղության համաձայնագրի համաձայնեցված տեքստը այդ խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու բոլոր հնարավորությունները ստեղծել են։ Հայաստանը ուժային մի սցենարի կարող է պատրաստվել, դիմակայելու հնարավոր ագրեսիային, իսկ սա ցանկացած երկրի լեգիտիմ իրավունքն է, եւ սահմանամերձ հատվածներում Հայաստանի բոլոր քայլերը տեղավորվում են բացառապես պաշտպանական տրամաբանության մեջ։ Այնինչ դեռևս 2021-ին Հայաստանը հանդես է եկել սահմանային հատվածներից զորքերի հայելային հետքաշման մասին առաջարկով, ինչին Ադրբեջանը չի համաձայնվել։ Այս համատեքստում Անի Բադալյանի խոսքով մտահոգիչ կարող է լինել տարածաշրջանի միլիտարիզացիան եւ այդ խնդիրը լուծելու համար է, որ Հայաստանը սպառազինությունների փոխադարձ վերահսկման երկկողմ մեխանիզմի ստեղծման մասին առաջարկ է արել Ադրբեջանի, ինչին սակայն Ադրբեջանը մինչև օրս դրական պատասխան չի տվել։ Հայաստանի Հանրապետությունը չի միլիտարիզացվում, այլ իրականացնում է բանակի կերպափոխման ռազմավարությունը, որը հրապարակային փաստաթուղթ է։ Անի Բադալյանը եւս մեկ անգամ վերահաստատում է Հայաստանի Հանրապետության հավատարմությունը խաղաղության օրակարգին եւ կոչ է Ադրբեջանին սկսել խորհրդակցություններ խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի համաձայնեցված տեքստը ստորագրելու տեղի եւ ժամկետների մասին։ Տիգրան Հովակիմյան, Հորիզոն։ Պաշտոնական այցով Բրազիլիայում գտնվող Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը երեկ հանդիպում է ունեցել Բրազիլիայի արտաքին գործերի նախարար Մաուրո Վիեյրայի հետ։ Առանձնազրույցից հետո նախարարները քննարկումը շարունակել են ընդլայնված կազմով երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ։ Մտքեր են փոխանակվել համագործակցության ընդլայնման կոնկրետ հնարավորությունների շուրջ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տնտեսությունը, առևտուրը, կրթությունը, նորարարությունները, բարձր տեխնոլոգիաներն ու էներգետիկան։ Տարածաշրջանային թեմաների համատեքստում նախարար Միրզոյանը մանրամասն ներկայացրել է Հարավային Կովկասում խաղաղության կառուցման Հայաստանի տեսլականը, այդ նպատակով գործադրված ջանքերը, այդ թվում խաղաղության պայմանագրի նախագծի մշակման համաձայնեցման ուղղությամբ։ Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստանը պատրաստ է համաձայնեցված տեքստով համաձայնագրի ստորագրմանը, ինչը լավ հիմք կարող է հանդիսանալ տարածաշրջանում կայունության եւ համապարփակ խաղաղության համար։ Հանդիպումը եզրափակվել է նախարարների համատեղ ասուլիսով։ Կառավարության այսօրվա նիստում որոշվել է Արթուր Նահապետյանի նշանակել հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ։ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնը թափուր էր մնացել 2024 թվականի նոյեմբերի 20-ից։ Կոմիտեի նախկին նախագահ Սասուն Խաչատրյանի դիմումը կառավարության կողմից հաստատվելուց հետո։ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնը թափուր է 2024 թվականի նոյեմբերի 20-ից կոմիտեի նախկին նախագահ Սասուն Խաչատրյանի հրաժարական դիմումը կառավարության կողմից հաստատվելուց հետո։ Հակակոռուպցիոն կոմիտեի մասին օրենքի համաձայն կոմիտեի նախագահին մրցույթի արդյունքում նշանակում է կառավարությունը 6 տարի ժամկետով։
Կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության համար օրենքին համապատասխան ձևավորվել էր մրցութային խորհուրդ։ Առաջին մրցույթը կայացել է 25 թվականի հունվարի 20-ին, որի արդյունքում թեկնածուն չի հաղթահարել միավորների սահմանված շեմը։ Օրենքով սահմանված ժամկետներում հայտարարվել է նոր մրցույթ, որին դիմաց 5 թեկնածուներից 3-ը հաղթահարել են միավորների սահմանված շեմը եւ որպես առավելագույն միավոր ստացած թեկնածուներ մրցութային խորհրդի կողմից ներկայացվել են կառավարության քննարկմանը։ Քննարկման արդյունքում նախագծով առաջարկում է հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ նշանակել Արթուր Արտուշի Նահապետյանին։ Խնդրում եմ հաստատել։ Ես բոլոր տեխնացուների հետ երկու փուլով ունեցել եմ հանդիպում եւ ունեցել եմ քննարկումներ եւ քննարկումների արդյունքում որոշում եմ կայացրել Արթուր Նահապետյանի տեխնացությունը ներկայացնել կառավարության հաստատմանը եւ ընդ որում ուզում եմ արձանագրել, որ այս եզրահանգումը ինչ որ առումով համընկել է նաև մրցութային հանձնաժողովի եզրահանգման հետ, որովհետև պարոն Նահապետյանը թե բարեվարկության միավորով, թե ընդհանուր միավորների հանրագումարով առավելագույն թվերն է հավաքել եւ այդ առումով կարծում եմ, որ սա էլ կարևոր փաստ է արձանագրելու համար։ Պիտի ընդգծեմ նաև, որ կրկին ուզում եմ գոհունակությունս արտահայտել եւ շնորհակալություն հայտնել մրցույթի մյուս մասնակիցներին, իսկ այս փուլում մենք պարոն Նահապետյանին առաջադրում ենք որպեսզի ղեկավարի հակակոռուպցիոն կոմիտեն, խնդրեմ պարոն Նահապետյանին չունեք ասելու կառավարությանը, համեցեք, նստեք։ Մեծարգո պարոն վարչապետ, կառավարության հարգելի անդամներ, հարգելի գործընկերներ։ Իմ թեկնածությունը առաջադրել եւ հաստատել ինձ համար մեծ պատիվ է եւ պատասխանատվություն։ Վստահեցնում եմ, որ կորցադրելու եմ առավելագույն ջանք հակակոռուպցիոն կոմիտեի գործունեության արդյունավետությունը բարձրացնելու համար։ Այդ առումով փորձելու եմ ավելի ամրապնդել իրավասու մարմինների հետ համագործակցությունը, անել հնարավորը, որպեսզի կոռուպցիայի դեմ մեր պայքարը եւ դրա արդյունքը տեսանելի լինի առաջնային շահառուի Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար։ Մեկ անգամ եւս շնորհակալություն բարձր վստահության համար։ Շնորհակալ եմ, պարոն Նահապետյան, հարգելի գործընկերներ, հակակոռուպցիոն կոմիտեի ձևավորման օրվա առիթով վերջին 2 կամ 3 երևի տարիներին իմ ունեցած ելույթում ես անդադ այդ ուղերձը տվել եմ, որ շատ կարևոր է, որ մենք հակակոռուպցիոն կոմիտեի, այդ թվում քննչական կոմիտեի աշխատանքի վերաբերյալ ունենանք ելքի մասին որոշակի պատկերացումներ, որովհետև ինչ նկատի ունեմ, որ մեզ պետք են հստակ ցուցիչներ, այդ թվում արտահայտված կառավարությանը ներկայացվող հաղորդման մեջ, որովհետև գիտեք, որ օրենսդրությամբ թե քննչական կոմիտեն, թե հակակոռուպցիոն կոմիտեն տարեկան գործունեության արդյունքով հաղորդում է ներկայացնում կառավարությանը եւ վերջին անգամ, որ այդ հաղորդումը ես ստացել եմ, նաեւ այդ հաղորդումը մակագրությամբ վերադարձրել եմ, խնդրելով լրացնել տվյալով, թե հակակոռուպցիոն կոմիտեի դատարան ուղարկված գործերի ծավալը ինչպիսին է եւ ինչ ծավալ է, որ ավարտվել է դատավճռով, օրինական ուժի մեջ մտած դատավճռով, ինչքանն են մեղադրական, ինչքանն են արդարացման, սա շատ կարևոր ցուցիչ է։ Այսքանը դուք շարունակեք հետևել Շանթի եթերներին, իսկ մենք կհանդիպենք ժամը 15-ին առայժմ։ Ասում են, որ քայլ առ քայլ արվող փոփոխություններն են ստեղծում մեծ ճանապարհը։ Ամեն կատարած նոր քայլն էլ ստեղծում են նոր հնարավորություններ։ Ստորագրելով ռազմավարական համագործակցության հուշագիրը, Թիմ Տելեկոմ Արմենիան Էրիքսոնի առաջատար տեխնոլոգիաներով նոր փուլ է բացում բջջային կապի արդիականացման գործում։ Թիմ Տելեկոմ Արմենիան այս տարի նոր սերնդի սարքավորումներով կարդիականացնի բազային կայանները, ապահովելով ավելի լայն ու հուսալի բջջային ծածկույթ։ Իսկ Էրիքսոնի նորարարական լուծումներով բջջային ինտերնետը կդառնա ավելի արագ, կայուն եւ բարձրորակ։ Սկսում ենք մի նոր շարք համագործակցություն այդ ընկերության հետ, որպեսզի ունենանք Հայաստանում լավագույն ռադիոցանցը եւ լավագույն ծածկույթը։ 4 տարի առաջ մեր տեխնոլոգիական իրավիճակը ընկերության ընդամենը 4%-ն էր ծածկված 4G տեխնոլոգիայով, այսօր այն ծածկված է 24%-ով եւ այս համագործակցության շրջանակում բարձրանալու է 80% ավելի
ծածկույթի, այն նաև 5G ծածկույթի մասին է եւ այն տեխնոլոգիական շարքը, որ այս վերազիմումով մենք կիրականացնենք։ Հուշագրի շրջանակում կողմերը կմիավորեն ջանքերը 5G տեխնոլոգիայի զարգացման, առաջադեմ հեռահաղորդակցության լուծումների ներդրման, ցանցի անվտանգության ու արդյունավետության բարձրացման, գիտելիքի փոխանակման եւ նորարարության խթանման ուղղություններով, ապահովելով համապատասխանություն ազգային ու միջազգային կարգավորումներին։ Այս ռազմավարական համագործակցությանը նախորդել է տևական արդյունավետ աշխատանք, որի արդյունքում մեր երկիրն բերվում տեխնոլոգիական հսկայի նորագույն լուծումները, այդ թվում 5G-ն։ 5G-ն կապահովի ցանցի ավելի լավ որակ եւ տարբեր ծառայություններին միանալու ավելի լայն հնարավորություններ։ Այն բոլորի համար է՝ տնտեսվարողների, առողջապահության ծառայություն մատուցողների, գյուղատնտեսության եւ կրթական համակարգի։ Այսպիսով բոլոր այն ոլորտների, որոնք գործում են եւ որոնց համար Team Telecom Armenian կարևորագույն գործընկեր է։ Վերազինման աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են, նպատակ ունենալով բաժանորդներին ապահովել լավագույն կապով։ 2025-ին Team Telecom Armenian նախատեսում է բջջային ցանցի զարգացման համար ներդնել ավելի քան 10 միլիարդ դրամ։ Ընկերությունը նաև շարունակելու է կառուցել տարածաշրջանում եզակի NGN օպտիկա մանրաթելային ցանցը, որը ստորգետնյա հուսալի հիմք է բջջային կապի համար։ Լիպսմե Ավակյան, Լևոն Խաչատրյան, Հորիզոն։